Պարոն Ամանատար, Երկրապահ կամավորների միության առաջին գումարտակը մարտական հերթապահության համար շարված է։ Գումարտակի հրամանատար Օգնդապետ Մարգարյան։ Եկեմ առաջին գումարտակի ողջույն։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ստուգայից իրականացրեց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան և հարավային սահմանագծերում մարտական հերթապահություն իրականացնող Երկրապահ կամավորականների միության գումարտակների ստորաբաժանումներում։ Առաջին կանգառը հյուսիս-արևելյան սահմանն էր, որտեղ վարչության նախագահը հանդիպեց մարտական դիրքերում ծառայություն իրականացնող երկրապահներին։ Զրուցեց երկրապահների, զինծառայողների հետ, լսեց նրանց ու գնահատեց իրականացվող ծառայությունը։ Ապա 3 տարի շատ լավ է, մարտական ամենուց նորմալ է, դիրքերում։ Հանդիպումների ընթացքում ընդգծվում է այն, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատվաբեր առաքելություն է, իսկ մարտական հերթապահություն իրականացնող յուրաքանչյուր երկրապահ իր նվիրումով և պատասխանատվությամբ ամրապնդում է պետության անվտանգությունը։ Սասուն Միքայելյանի ստուգայցը շարունակվեց հանրապետության հարավային սահմաններում։ Այստեղ ևս վարչության նախագահը եղավ մարտական դիրքերում, հանդիպեց հերթապահություն իրականացնող անձնակազմին։ Հետաքրքրվեց ծառայության ընթացքով, կենցաղային պայմաններով և անձնակազմի ապահովվածությամբ։ Վարչության նախագահի այս զրույցները ամեն անգամ էլ ավելի են բարձրացնում անձնակազմի մարտական ոգին և վստահությունը։ Այդ ուշադրություն։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահը շնորհակալություն հայտնեց երկրապահներին հայրենանվեր ծառայության, զգոնության և պատասխանատվության համար։ Մարտունակ են տղաները, հատողում են իրենց արծե դրված մարտական առաջադրանքը, լավ գիտենալով, թե ինչպիսի տղաց ենք վաստանում։ 20 թվականից մինչև այսօր տարբեր ուղղություններում կանգնած ենք, մեր պետական սահմաններում կանգնած ենք հայ զինվորի կողքին, կանգնած ենք մեր բանակի կողքին։ Գիտակցաբար ենք կանգնած ենք, այն դժվարին ժամանակներ, չեմ ուզում քաղաքականացնել, թե Երևանում ինչ է կատարվում, մարդիկ ստեղ շուշ ու լուռ ու մունջ իրան սահմանում պահում։ Հենց երկրապահի ուղերձն հայ ժողովրդին դա է, գիտակցելով, որ կարող է ամենամեծ առավիլք ասեմ, ամենամեծ պրոբլեմներ ունենք հետ ժամանակաշրջանում։ Որ հնարավորինս մեր կարողացանք մեր պետական սահմանները պահենք, այսօրվա էլ այս հարած արտաքին նորմալ քաղաքականությամբ իր դերս վարկապետի։ Մենք պիտի կարողանանք հետո խաղաղության պայմանների ստորագրման և սահմանազատման։ Вот соколов русская. Вот вышла русская, нахуй. Ой, Роман Макарович. Ծառայություն անցնում է ըստ օրակարգի։ Մեր հրամանատարը գալիս է Սասուն Միքայելյանը։ Գալիս է մեր ողջությունը հարցնելու, մեր առողջությունը, մեր մարդկային կամքը, ուժը, ինչ վիճակի են, ինքն շատ են սիրում, ինքն ուժեղ մարդ է, հերոս մարդ է։ 3 տարի է որ երկրապահում ծառայում եմ, շատ գոհ եմ, ամեն վերջո մեր հայրենիքի սահմանը պահում։ Վարչության նախագահի այսն ավարտվեց միասնականության, վստահության և բարձր մարտական տրամադրության մթնոլորտում, ևս մեկ անգամ ընդգծելով, որ հայրենիքի սահմանների անվտանգությունը մեր բոլորի միասնական պատասխանատվությունն է։